այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Երվան Զախարյանը դեմ չէ, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրվեն, բայց չի գտնում, թե դրանք այսօր անհրաժեշտություն։ Երկու բաժանմունք 4 հիվանդասենյակում անթույլատրելի պայմաններ Արթիկի բժշկական կենտրոնում։ Ըստ ադրբեջանական կողմի մարտին հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում։ Հայկական կողմը սակայն պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարում։ Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնությունը։ Այս տարի ավելացել է առաջնությանը մասնակից քաղաքների թիվը, հասնելով 5-ի։ Այսօրի մարզային թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Մայիսի 7-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթին մարդկանց մասնակցությունն աննախադեպ ու անսպասելի էր, անգամ երթը նախաձեռնող խմբի համար։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Հայաստանի 16 քաղաքներում, ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամները մեծ հաղթանակ են համարում, որ մարդիկ փողոց դուրս եկան իրենց իրավունքները պաշտպանելու, իսկ որ քաղաքացիական պայքարն արդյունք տալիս է մեր երկրում, դրա նախադեպերը կան։ Խմբի անդամ Մարիամ Մանուկյանն ասում է, որ ժողովուրդը լավ է հասկանում կառավարության գործելավոճը։ Նախխոսակցություններ են շրջանառում սակագինը 17 դրամով բարձրացնելու շուրջ, հետո այդ թիվը նվազեցնում մինչև 5-ից 6 դրամ, որպեսզի դժգոհությունը մեծ չլինի։ Այդ պատճառով իրենք հստակ են ձևակերպել պահանջը։ Ոչ մի լումա ավելի, որովհետև էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է հացի և այլապրանքների թանկացման։ Բողոքի հաջորդ ակցիան տեղի հունիսի 19-ին երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում։ Ժողովուրդը դուրս է եկել փողոց և բողոքի ձայնն է բարձրացնում, որովհետև բոլորը գիտակցում են, որ ժողովուրդը պարտ փակող չէ։ Մենք պարտավորություն փակել իրենց պարտքերը բարձր սակագնի տեսքով։ Նույն Երվան Զախարյանը հայտարարեց, որ այո, եղել են չարաշահումներ, այո, եղել են գողություններ, այսինքն դա հաստատացի հայտարարություններ հանցագործության մասին, բայց դա չգիտես ինչի մնաց օդում, դրանով չզբաղվեց դատախազությունը,
շեշտվում են ահռելի թվեր, որոնք պարզապես լվացվել են։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի Երվան Զախարյանը դեմ չէ, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրվեն, բայց չի գտնում, թե դրանք այսօր անհրաժեշտություն են։ Դա խորհրդարանական ուժերը կորոշեն ու կընդունեն համապատասխան որոշում, այսօր Գետեմի հարցին պատասխան ասել է նախարարը։ Իմ կարծիքով դա բոլորովին էլ պարտադիր ու կարևոր չէ, բայց եթե խորհրդարանական ուժերը համապատասխան որոշում կայացնեն և հրավիրեն, կմասնակցենք, նշել է նա։ Վերջերս բավականին հնչեղություն ստացավ արտագնա մեկնող մեր հայրենակիցներին վերաբերող օրենքը, որոնց պետք է տրվեն հարակային արտոնություններ։ Եթե արտագնա աշխատողը նաև նպաստառու ընտանիքի անդամ է, այդ ընտանիքը զրկվում է նպաստից, թե նպաստը պահպանվելու է։ Ազգային ժողովում ընթացող 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի Արտեմ Ասատրյանին հետաքրքրվել է պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Արձագանքելով հարցին նախարարն ասել է, որ անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անապահովության միավորը հաշվարկվում է տարբեր կոմպոնենտներից, ելնելով այդ թվում ունի ընտանիքը եկամուտ թե ոչ։ Եկամուտը մենք պարզում ենք հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի միջոցով, այսինքն եթե կա եկամուտ, որը չի երևում որևէ կերպ, ապա այն ազդեցություն չի էլ ունենա որևէ կերպ ընտանիքի միավորի վրա։ Իսկ եթե դա ֆորմալ երևում է անապահովության գնահատման համակարգում, ապա կարծում եմ, որ ճիշտ է, որ այն ազդեցություն պետք է թողնի, հավելել է նախարարը, շեշտելով. Եթե անձը եկամուտ ունի, ընտանիքը եկամուտ ունի, ապա ճիշտ է, որ անապահովության համակարգում տրվող նպաստը տրվի առավել անապահովին։ Միևնույն ժամանակ Արտեմ Ասատրյանը հավելել է, որ դեռ բավականին կան, որ պետք է ստանան լուծումներ, որպեսզի նաև հստակեցվի նշված անձանց կարգավիճակը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ազգային ժողովում նաև հայտարարել է 30 աշխատող մայր 2016-ի հունվարի 1-ից կստանան հղիության ու երեխայի ծննդաբերության նպաստ։ Նախատեսվում է, որ նպաստի չափը 2016 թվականին միջինում կկազմի 275,000 դրամ, ավելի վաղ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սայանը հայտարարել էր, որ այդ նպատակով բյուջեից անհրաժեշտ կլինի 11 միլիարդ դրամ։ Նշենք, որ մինչև այս 140 օրվա համար նպաստ ստանում էին միայն աշխատող մայրերը։ Երկու բաժանմունք 4 հիվանդասենյակում անթույլատրելի պայմաններ Արթիկի բժշկական կենտրոնում արդեն մի քանի տարի է բուժ հաստատության ինֆեկցիոն և թերապևտիկ բաժանմունքները գործում են մեկ հարկի
տակ միմյանցից հիվանդասենյակներում, իսկ ընդհանուր առմամբ կենտրոնի մասնաշենքը կարիք ունի վերանորոգման։ Արտիկի բժշկական կենտրոնը Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով մասնակի նորոգմանը ենթարկվել 2007 թվականին։ Աշխատանքները սակայն նախատեսվածի համաձայն ամբողջությամբ ավարտին չեն հասցվել։ Բաժանումները վերանորոգվել են 2007 թվականին, սակայն ներկայումս կարիք ունեն վերակառուցման և վերանորոգման։ Կիսատնացած նորոգման աշխատանքներից հետո բուժհաստատությունում միասնական կերպով սկսեցին գործել ինֆեկցիոն և թերապևտիկ բաժանմունքները։ Մասնագետները գործելակերպն անթույլատրելի են համարում, նշելով, որ ստիպված են դիմել այդ եղանակին։ Ինֆեկցիոն հիվանդը բուժում է նույն բաժանմունքում, ինչ ասենք թերապևտիկ հիվանդները, որը անթույլատրելի է։ Իսկ այդ տարածքը, որտեղ որ ինֆեկցիոն բաժանումն էր տարածված, կիսատ է մնացել վերանորոգումը։ Մեր հիմնական խնդիրը այն է, որ միաժամանակ նույն բաժանմունքում գտնվում է ինֆեկցիոն բաժանմունքը։ Անհարմարություններն իմաստը, որ փոքր երեխաներ են պարակում, գիշերը լալիս են, մեր մոտ կան ինֆարկտով հիվանդներ, ծանր հիվանդներ, որոնք կարող է ժամն արթնանալ և ծանրանալ վիճակը։ Միմյանցից 4 հիվանդասենյակում գործող բաժանմունքների հիվանդները ստացիոնար բուժում են ստանում գրեթե կողք կողքի։ Օդակաթիլային ինֆեկցիաներով դեպքերի ժամանակ մեծանում է օրինակ ինֆարկտ տարած հիվանդի տվյալ վիրուսով վարակվելու վտանգը։ Ինֆեկցիոն իր անհարմարությունները կունենա, բնականաբար երբեմն կարիք կա պարկեստներ հիվանդներ առանցին պալատներում վարակ չտարածելու իմաստով։ Հիմնական պրոբլեմները դրանք են։ Օդակաթիլային ինֆեկցիաներ կարող են լինել վտանգավոր տարածվածության տեսակետից դրանք են, վարակելիության տեսակետից դրանք են։ Եթե միևնույն մասնաբաժնում անթույլատրելի կերպով գործում է 2 բաժանմունք, ապա նախանձելի չի կարելի համարել նաև վիրաբուժական բաժանմունքում ստեղծված վիճակը։ Կտուրյան մխիթար լինելու արդյունքում քայքայվել ու շարքից դուրս են եկել վիրահատարանների ու լվացասենյակների առաստաղն ու պատերը։ Խնդիր կա վերանորոգման կտուրի հետ կապված։ Հիմնականում ծնան ամիսներին հալոսկից անձրևաջրեր և հալոսկից ջրերը բաժանմունքների առաստաղներից թափվում են ներքև։ Ինչո՞վ է նման իրավիճակում ճիշտ է
վիրահատություն իրականացվում է, սակայն ըստ բժիշկների խոնավությունն ու առաստաղի ծեփոնների թափվելու մշտական վտանգը ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծում աշխատանքի բնականon ընթացքի համար։ Կենտրոնի տնօրեն Յուրի Գազոյանի խոսքով պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժսպասարկման հետ կապված խնդիրն էլ իր հերթին է անհանգստացնող։ Պատվերով բուժման ներկայացող հաշմանդամություն ունեցողների ու զինծառայողների թիվը մեծ է, միևնույն նպատակով հատկացված բյուջեի միջոցները սուղ։ Խավին սպասարկելու համար որոշակի սահմանափակ բյուջե, որը մենք շատ արագ սպառում ենք, որտեղ մենք բազմաթիվ հաշմանդամներ ունենք, որոնք սոցիալաբով խմբի մարդիկ ունենք, որոնք սպասարկում են ծրագրով և գումարը բնական է սահմանափակ է, մենք ավել չենք կարող կատարել, ստիպված ենք կամ հերթագրելու, կամ էլ սպասարկելու։ Բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող շտաբ բուժօգնության կայանում ևս եղած պայմանները գոհացնող չեն։ Շտաբ օգնության մեկ ավտոմեքենա արտիքի ամբողջ տարածաշրջանի համար։ Բժշկական կենտրոնի տնօրենը գտնում է այլևս անհնար է շարունակել բուժական ծառայությունների մատուցումը նման պայմաններում և մտադրություն ունի խնդիրների վերացման նպատակով դիմել համապատասխան գերատեսչություններին։ Ալլա Բաղդասարյան, Արթուր Մարգարի, այսօր։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Զվարթնոց գյուղում գտնվող գազալցակայանում մայիսի 25-ին հրդեհ է բռնկվել հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտման պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեղ անվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը։ Նրա խոսքով Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում վերջին անգամ ստուգումներ իրականացվել են 2010 թվականին, մինչդեռ գազալցակայանները տարին մեկ անգամ պետք է տեղզնում անցնեն։ Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհը սկսվել է խողովակի բռնկումից, այնուհետ տարածվել ու պայթեցրել Volkswagen Magnishi ավտոմեքենան։ Եթե կա հրդեհ, նշանակում է, որ գազալցակայանում եղել է հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտում, ասել է նա, նշելով, որ սա իրենց պրակտիկայում հազվադեպ պատահող դեպքերից է։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 4:53-ին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում։ Այսօր խաղաղապահի միջազգային օրն է։ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի օրն առաջին անգամ նշվել է 2010 թվականին։ Մեր երկիրը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս 2004 թվականի հունվարից։ Այդ տարում հայ խաղաղապահների 4 հոգանոց դասակն առաջին անգամ մեկնեց Կոսովո, հունական ստորաբաժանման կազմում ծառայություն անցնելու։ 2005 թվականին հետպատերազմյան Իրաքին աջակցելու համար առաջին անգամ 46 հոգանոց միավորումը մեկնեց Իրաք։ Իրաք, Կոսովո, Աֆղանստան ու արդեն նաև Լիբանան, այս երկրներում հայ խաղաղապահները ներկա են իրենց առաքելությամբ, արժանանալով բազմաթիվ շնորհակալագրերի լավ ծառայության համար։ Մինչ Ղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար սառեցված վիճակում է, հայկական և ադրբեջանական կողմերը լայնածավալ դիվանագիտական պատերազմ են վարում միջազգային կազմակերպություններում։ Այսպես, Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրել 47 էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմի դեմ մեղադրանքները։ Ըստ ադրբեջանական կողմի, մարտին հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հայ-ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում։ Հայկական կողմը, սակայն, պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարում։ Միացյալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշչյանի խոսքով ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված Ադրբեջանի նամակը սադրանք ու զրպարտանք է։ Միջղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար սառեցված վիճակում է գտնվում, հայկական և ադրբեջանական կողմերը լայնածավալ դիվանագիտական պատերազմ են վարում միջազգային կազմակերպություններում։ Այսպես, Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրել 47 էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմի դեմ մեղադրանքները։ Ըստ ադրբեջանական կողմի, մարտ ամսվա ընթացքում հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում։ Փաստաթղթի համաձայն, զինադադարի խախտման արդյունքում միայն մարտի ընթացքում վիրավորվել է 9 և զոհվել 4 ադրբեջանցի զինծառայող։ Հայկական կողմը, սակայն, պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարում։
Միացյալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշյանի խոսքով ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված Ադրբեջանի նամակը սադրանք ու զրպարտանք է։ Դրա միակ նպատակն է տարածել ապակ տեղեկատվություն, շինսու տեղեկատվություն և ապակողնորոշում միջազգային հանրությանը։ Հայկական կողմը փոխդեսպանի խոսքով ակտիվորեն իր քաղաքական դիրքորոշումն է ներկայացնում բոլոր խոշոր միջազգային ատյաններում, այդ թվում նաև միավորված ազգերի կազմակերպությունում։ Մասնավորապես մենք խոսում ենք Նյու Յորքի ՄԱԿ-ում մեր ներկայության մասին, դա մեր դիվանագիտական ամենաակտիվ օղակներից մեկն է, և նրանց իհարկե հաջողվում է ճշգրիտ տեղեկատվություն փոխանցել միջազգային հանրությանը։ Ըստ Հրաչյա Թաշյանի, հայկական կողմը փորձում է գրանցված խախտումների մասին առավել մանրամասն զեկույցներ ներկայացնել միջազգային հանրությանը։ Մեր ներկայացությունը միավորված ազգերի կազմակերպությունում գրեթե ամեն ամիս համապատասխան տեղեկատվություն է տարածում հարցի վերաբերյալ, մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման բոլոր դեպքերի մասին։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայությունը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև ադրբեջանական կողմից, սակայն Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատանը որևէ մեկնաբանությունից հրաժարվեցին։ Հայ-ադրբեջանական դիվանագիտական հակամարտությունը ՄԱԿ-ում կշարունակվի մինչև սեպտեմբեր, երբ գործի կդրվի արդեն ծանր հրետանին։ Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում բացվելու է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման լավագույն առիթը կարող է հանդիսանալ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Պաշտոնական լրահոսից նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ։ Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Գնդեվաց համայնքում գործող Էկոֆարմ սահմանափակ պատասխանատվությամբ բացման արարողությանը։ Անասնապահական այս համալիրը նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում, կաթի և պանրի արտադրության համար հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Շինարարական աշխատանքներն ընկերությունում ավարտվել են 2014 թվականի դեկտեմբերին։ Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն։ Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկ գրուպության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին։ Նախագահն այնուհետ մեկնել է Ջերմուկի նորակառույց Հայաթ Փլեյս հյուրանոց, ներկա գտնվել հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը։ Իսկ աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել
մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, նախ կայացել է ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների տարածքում, ինչպես նաև մինչև 2020 թվականը միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցության առնչվող հարցեր։ Ստորագրվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման ուղղված համաձայնագրեր, որոշվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստ անցկացնել 2015 թվականի հոկտեմբերին Դուշանբեում։ Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Տարածաշրջանային լուրեր։ Թուրքիայում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Էրդողանի սիրելի զգեստը դարձել է պատանք։ Առիթ է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի մահվան դատավճիռն է, քանի որ Մերձավոր Արևելքում իսլամիստ նախագահի միակ համախոհը Էրդողանն է։ Այս մասին գերմանական Բիլդ պարբերականի հոդվածում գրել է թուրք լրագրողը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանն իրեն համեմատում է Մուրսիի հետ և հայտարարում, որ հայտնվել է մութ ուժերի սպառնալիքի տակ, խոսում է իր նահատակ լինելու մասին։ Մուրսիին մահապատժի դատապարտելու օրը նա քննադատել է վճիռը, ասելով, թե կախաղան են հանում ժողովրդի ձայների 52%-ով արդար ընտրված նախագահին։ Թուրքիայի բնակիչները կարծում են, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները ամենամեծ սպառնալիքն են իրենց երկրի համար։ Այս մասին են վկայում Թուրքիայի 1000 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները, գրում է Զամանը։ Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների ավելի քան 42%, իսկ Միացյալ Նահանգներին 35%-ը։ Այս երկրներին հետևում է Սիրիան 22% և Հայաստանը 20%-ով։ Չնայած Թուրքիան պաշտոնապես Եվրամիության անդամակցության թեկնածու է, հարցվածների 10%-ը հաստատել է, որ Եվրամիության երկրները նույնպես սպառնալիք են իրենց երկրի համար։ Ըստ հարցվածների Թուրքիայի համար բարեկամ երկրներն են Ադրբեջանը, Հյուսիսային Կիպրոսը, Բոսնիան և Հերցեգովինան։ Շարունակում ենք թողարկումը։ Business Insider կայքի ավստրալական տարբերակը ներկայացրել է Եվրոպայի տուրիստական լավագույն վայրերից մի քանիսը, որոնք մինչև հիմա անհայտ էին եղել շատերի համար։ Թաքնված մարգարիտների ցանկում կայքը ներառել է 16 վայր։ Դանիայի Ֆերարիան կղզիներից մինչև Հայաստանի հնագույն վանքերը։ Հայաստանի Տաթև գյուղի հարևանությամբ գտնվող
տարի Տաթևի վանքը։ Անհավանականորեն լավ պահպանված այս վանքից հիասքանչ տեսարաններ են բացվում։ Ասված է կայքի լուսանկարներով ուղեկցվող հրապարակման մեջ։ Կոմպաս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ, ներկայացրել 2014 թվականի ընթացքում իր գործունեությունն ու կատարած աշխատանքը։ Կենտրոնն իրականացրել և հանրությանն է ներկայացրել տարբեր փորձագիտական հետազոտություններ, որոնք համապատասխանելով կառույցի որդեգրած առաքելությանը և նպատակներին անդրադարձել են արդի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին։ Անցնող տարում 2 կարևոր աշխատանք է իրականացվել, որոնք ապահովել են շոշափելի արդյունք։ Առաջինը դա պարտադիր կուտակային համակարգի ներդրման այդ հնարավոր ազդեցություններն էր, որ մենք գնահատեցինք և փորձագետներ, կենտրոնի տարբեր փորձագետներ իրենց վերլուծությունները կատարեցին, այդ վերլուծությունները տրամադրվեցին ուրեմն այդ խնդիրներով զբաղված խմբին և խումբը սահմանադրական դատարանում օգտագործելով նաև մեր հետազոտությունների արդյունքները հանդես եկավ և գիտեք օրենքում փոփոխություններ կատարվեց գոնե 3 տարով այդ համակարգը հետաձգելու հետ կապված։ Երկրորդը մեր քաղաքի հետ կապված, դա Գյումրու համատիրությունների գործունեության վերլուծություններ, մենք բավականին հետազոտություններ իրականացրեցինք, նաև միջազգային փորձը ուսումնասիրեցինք և մեր առաջարկությունները ներկայացրեցինք համատիրությունների մոնիտորինգի բաժին Գյումրու քաղաքապետարանի, որոշ առաջարկություններ հաշվի առնվեցին և ներկայումս բավականին առաջընթաց է արձանագրվում համատիրությունների գործունեության ոլորտում։ Մարզական լրահոս մայիսի 29-ին Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սպորտային ակրոբատիկայի հայ-պատանեկան առաջնությունը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ավելացել է առաջնությանը մասնակից քաղաքների թիվը հասնելով 5-ի։ Նշենք, որ սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնությունը կտևի 2 օր։ Հայաստանի սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնությունն ավանդույթի համաձայն անցկացվում է Գյումրիում։ Մասնագետների հավաստմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առաջնությանը ավելացել է մասնակիցների թիվը, իսկ որակական առումով գրանցվել է բարձր ցուցանիշ։ Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 140 պատանի Երևանից, Վանաձորից, Կապանից, Ստեփանավանից և Գյումրիից։
Վերջինս առաջնությանը հանդես եկավ 54 մարզիկով։ Միշտ անցկացում են մեր մոտ պայմանավորված մեր ունեցած լավ պայմաններով։ Իրոք հանրապետությունում նման պայմաններ առայժմ չունի ոչ մի մարզադահլիճ։ Ստված ենք բավական բարձր մակարդակով, հույսեր ունենք, որ պետք է հաղթենք։ Մեր բոլոր կատեգորիաները ներկայանում են երկու թիմով, այսինքն աղջիկների զույգ, տղաների զույգ, աղջիկների եռյակ, տղաների քառյակ և խառը զույգ։ Ձևերի մեջ յուրաքանչյուրից երկուական, ինչպես նաև ցատկային ակրոբատիկայում աղջիկներ և տղաներ։ Վերջին տարիներին սպորտային ակրոբատիկա մարզաձևը Հայաստանում վերելք է ապրում, վստահեցնում են մասնագետները։ Առաջընթացը հատկապես ակնհայտ է գյումրեցի ակրոբատիկների մոտ։ Մեր մարզիկները արդեն լրիվ մեր սավեջի մեջ են մտնում Երևանի մասնակիցների հետ և կարելի ասել որոշ տեղերում նաև նրանցից ավելի որակյալ արդյունքներ են ցույց տալիս։ Մարզիկներից անցյալ տարի մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, ընդգրկվել են լավագույն տասնյակում, Եվրոպայի առաջնությունում լավագույն տասնյակում ընդգրկվել է դարձել մեծ հաջողություն։ Երեխաները տարի իրանց վարպետությունը կատարելագործում են և դրա վառապացույցը, որ միշտ մասնակցում ենք միջազգային մրցումների աշխարհի Եվրոպայի առաջնությանը, որ Գյումրի խառը զույգը անցյալ տարի Ֆրանսիայում մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Առաջնության ընթացքում հետաքրքիր բանավեճ ընթացավ ցատկի մրցումների ժամանակ։ Մրցավարների անհամաձայնության պատճառը վարպետության կոչում շնորհելու չափանիշներն էին։ Քանի որ մեր երեխաների ցատկերը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, դա պատճառն է, որ մենք ցատկողի չունենք։ Այսօր ցատկողին պետք է կատարի երեխան վարպետությունը ցույց տա 8 էլեմենտ, բայց այսօր վատ ցատկողի վրա մենք կարող ենք կատարել 6 էլեմենտ։ Դա հենց ֆինանսի խնդիրն է։ Պատանի ակրոբատները ևս նշում են, որ միջազգային առաջնությունների ընթացքում իրենք լուրջ դժվարությունների են հանդիպում։ Բարդ է մրցումներին մասնակցել, քանի որ նրանք ավելի լավ են պատրաստված, նախ պատճառը մեր ստանդարտները չունենալն է, մեր դահլիճը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, այս պատճառով մեր դահլիճը ավելի բարդ է և հետո նրանք անդադ մասնակցում են միջազգային մրցումների, գնում են զբոսաշրջիկների, իսկ մենք միայն Հայաստանում ենք մարզվում, այդ պատճառով տեսնում ավելի լավ է զարգացած։ Այս սպորտաձևով զբաղվում եմ արդեն տարի, մարզվում եմ այստեղ, այս մրցումների ընթացքում
հաջողել եմ 4.5 տարեկան հասակում, ունեցել եմ հաջողություններ զարմացումներում և Հայաստանի Հանրապետության մրցումներում, աշխատել եմ տղաների զույգում, սկզբում հետո աշխատել եմ այս վերջերս սկսել աշխատել խառզույգով և մասնակցել եմ խառզույգով Հայաստանի Հանրապետության առաջնությանը։ Հայաստանի սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնության արդյունքները կամփոփվեն մայիսի 30-ին։ Լավագույն արդյունքներ ապահովողներն էլ կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը և սեպտեմբերին կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Լուսնե Պողոսյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվել է Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպում։ Մեր հավաքականը հաղթել է 1-0 հաշվով, միակ գոլը հանդիպման 51-րդ րոպեին խփել է Էդգար Մովսիսյանը։ Իսկ Ցյուրիխում այսօր FIFA-ի 209 անդամներն ընտրում են կառույցի նոր նախագահին, որի պաշտոնի համար պայքարում է նաև 1998 թվականին FIFA-ն ղեկավարող և վերջին ամիսներին պարբերաբար քննադատությունների ենթարկվող Զեփ Բլատերը։ Նրա մրցակիցը Հորդանանի 39-ամյա արքայազն Ալի Բին Ալ-Հուսեյնն է։ Քվեարկությունը սովորաբար 2 փուլով է անցկացվում։ Եթե առաջին փուլում թեկնածուներից մեկը չի ստանում 209 քվեարկողներից 2/3-ի ձայն, այսինքն 140 քվե, ապա երկրորդ փուլն անցկացվում է, որով հաղթող է ճանաչվում ձայների մեծամասնություն ստացածը։ Արդեն հայտնի է, որ FIFA-ի նախագահական ընտրությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը կկայանա մայիսի 30-ին։ UEFA-ի նախագահ Պլատինին ավելի վաղ հայտնել է, որ նախագահական ընտրություններում եվրոպական երկրների մեծամասնությունը կքվեարկի Ալ-Հուսեյնի օգտին։ Հիշեցնենք, որ այսօրվա քվեարկությունից 2 օր առաջ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր FIFA-ի 7 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում կառույցի փոխնախագահը, սակայն Ռուսաստանի աջակցությունը վայելող 79-ամյա Բլատերը, որի հրաժարականն է սկանդալից հետո պահանջել Մեծ Բրիտանիայի վարչապետը և UEFA-ի ղեկավարը, նախօրեին հայտարարել էր, որ ինքը սկանդալի հետ առնչություն չունի, առաջարկելով միասին հանել FIFA-ի վրա գծված ստվերը։ Այսքանը նախատեսել էինք այս ժամի համար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով ամենայն բարիք, տեսություն։